Հաղորդման հովանավորն է MG Group-ը։ Հաղորդման գործընկերն է Տուն Դեպո կահույքի սրահը։ Մար, այ դու ամբողջ հետ մենակ ես մեծացել, ոչ քուր ունես, ոչ եղբայր ունես, այդ տխուր չի եղել քեզ։ Մայրս ուրախ է եղել, կհավատաս, իհարկե տխուր է եղել։ Ուրախացել ես, ամեն ինչ քեզ, ամեն ինչ քեզ համար է։ Ասում եմ, որ մենակ երեխաները էգոիստ են մեծանում։ Ինչ որ հատիկ կա ճշմարտության, բայց միևնույնն է, տխրությունը դրա հետ մեկտեղվում է, որովհետև տեսնում ես, ինչ որ տեղ ես գնում քույրեր, եղբայրներ, իրար հետ համերաշ, թեկուզ անգամ կռվում են, շատ։ Իմ միակ նախանձի առարկան հենց դա է եղել, մարդիկ ովքեր ունեն քույրեր, եղբայրներ, իմ ճակատագիրն էլ էսպես է դասավորվել։ Այս քույր ունեմ եւ բնական կուզեի իհարկե եղբայրներ ունենալ քույրեր, բայց ունեմ քույր։ Ինչի՞ ես քո քույրը, չէ՞, որ ազարային ողջույն, բայց ես էլ եմ, չէ՞, քո քույրը։ Եթերային Եթերային քույրը։ Ո՜, արի դիմավորեք մեր այսօրվա հյուրերին, նրանք եղբայրներ են։ Այս դեպքում։ Այո, եղբայրներ են եւ հասկանանք, այ ինչը կարող առհասարակ խաթարել եղբայրական հարաբերությունները։ Նու, շատ բան ասում են կինը, գինին, փողը։ Մի ասա, արի հրավիրենք եւ հասկանանք։ Լսենք իրենց։ Մեզ միացավ պրոդյուսեր, սցենարիստ Վահե Խաչատրյանը, ողջույն, շատ ուրախ ենք։ Եվս մեկ անգամ։ Խաչատրյան եղբայրներից մեկը։ Այո։ Այսպես ասեմ, քույր չունեք։ Պապայից պետք է ճշտել, միգուցե Ռուսաստանում ինչ-որ տես պատմություններ կան, կարող է քույր ունենան, կարող է եղբայր, բայց օրինական երկուսս են։ Գինին կտրամադրի անկեղծ զրույցի, Վանարձի գինի, խնդրեմ։ Վահիկ, այսպես, հա, քեզ ավելի ոնց ուզում եք։ Կարող եք Բագրատ էլ ասեք, ունեք։ Ոնց դեպք չի։ Վահիկ ջան, հետաքրքիր որ տղաները այս թեմային մի տեսակ այլ կերպ են վերաբերում, այ հումորով։ Օրինակ աղջիկը այսպեսի բան չէր ասի, պապայից ճշտեք, ես քույր եղբայր կունենամ, թե չէ, աղջիկները մի տեսակ ավելի խանդոտ չեն ծնողների վերաբերյալ։ Ես չեմ կարող ասել, աղջիկա կարգավիճակում չեմ եղել երբեք, բայց հումորի տեսանկյունից եթե նայենք, տղաների մոտ հումորային ֆիլտրը ինչպես է։ Զտիչ։ Հումորային զտիչը Զտիչը այդ արդեն տղաների մոտ զտիչը ուրիշ տեղ է գնում, ավելի լավ ֆիլտրի վրա կանգնենք, զտիչը։ Այո, հումորային ֆիլտրը զտիչը, հա, մի փոքր ավելի թույլ մակարդակի վրա է, իսկ պատճառը տղաները շատ բան կարողանում են իրենց ավելի թույլ տալ։ Աղջիկները մի փոքր ավելի ուրիշ ձև են վերաբերվում, երևի վերջի Դե բայց նայած աղջիկ, հիմիկվա սերունդը արդեն այդ սահմանները կարծես ջնջել են։ Դե երներով TikTok-ում ինչ է կատարվում։ Այո, այո։ Այնպիսի բաներ են ասում, որ միգուցե Դու ունես եղբայր։ Այո, ինքը վատ մարդ է։ Չէ, իհարկե, դրա մասին չի խոսքը։ Այ լավ, այսպես ասեմ, քանի որ դու լինել, ասենք թե ինքը վատ մարդ է, դու այդ քո վատ եղբայրը ձեռք կմեկնես իր սխալի ժամանակ, օրինակ։ Իմ մասին, Դու որպես եղբայր։ Հա, ինձ համար աշխարհի ամենակարևոր մարդը, իմ ծնողներն էլ եմ ասել, ասում ես աղբորս դրանից շատ եմ սիրում։ Այո, ես անկեղծ ասել եմ, որ իմ եղբայրը ես հիշում եմ այն առաջին վարկյանը, որ իրան բահորի մեջ բերեցին տուն։ Հա դու մեծն ես։ Այո, ես 3 տարեկան էի ու ես հիշում եմ, մենք ապրում ենք Արարատյան մասիվում, այդ ժամանակ Տատենստանն էինք ապրում, ու հիշում եմ ոնց Մալեցիա Իվանոց ուղղակի մոտ էր Տատենստանը։ Ու ես հիշում եմ ոնց Վարդանին, այսպես բահորի մեջ, որ գիրու բաժակ չկար բահորի մեջ, այսպես բահորի մեջ բերեցին,
այսպես պապան բեր, ասեցի վարձանա։ Խանդ չկար այդ ժամանակ, այ որ եւս մեկ հոգի ավելացավ մեր ընտանիքում։ Չէ, երբեք։ Այ իրեն ուշադրություն կդարձնեն։ Չէ, չի եղել նման բան։ Որպես փոքր Իրեն կառնեն ինչ որ բան ես կուզեմ, չեն անի։ Երբեք չի եղել։ Չգիտեմ ոնց է ստացվել, որ չի եղել։ Դա ումից է գալիս, ծնողներից է գալիս։ Ամենայն հավանականությամբ ծնողներից, բայց որ ասեմ կանխամտածված ինչ որ քայլերով արվել այդ ամենը։ Իսկ գուցե դու քույրիկ էիր սպասում։ Այ երբ որ հարցնում եմ Ես ճիշտ ասած այդ ժամանակ մեր ձվեր պապիկից նվեր էի սպասում, ոչ մի բան։ Հա, ընդհանրապես մեքենա Բայց կոնկուրենցիա ասված, այ մրցակցություն եղբայրների միջև կարա լինի թե չէ։ Կարող է լինի։ Կարա լինի, ոնց չէ։ Ու հաճախ լինում է, մենք բոլորս էլ տեսել ենք այդ օրինակները։ Մեզ մոտ այդ շատ են ասել, այդ ֆենոմենալ է, որ մենք աղբորս հետ ուրիշ չունենք այդ ամեն ինչը։ Դու ունեցել ես ընկերներ, ովքեր դու անգամ այդ ընկերոջ եղբոր հետ փորձել ես այսպես բարիշացնել կամ խորհուրդ տալ հարաբերությունները փորձել շտկել։ Շատ։ Իսկ ինչ հողի վրա են հիմնականում եղբայրները։ Դասական ամուսնությունից հետո երբ կինը գալիս է ու այդ մարդիկ այդ կոնցեպտի մեջ հարաբերությունների շփման մեջ չեն կարողանում կողմնորոշվել կին եղբայր այդ սահմանները Իսկ կինը կարող է խառնել եղբայրներին Ես կարծում կինը չի խառնող ախր հարգելիներս է էդի չի Իսկ սկզբանե խնդրեմա եղել տեսեք երբ յուրաքանչյուր հարաբերության մեջ կա ինչ որ բան պատնեշի հատվածներ կան չէ նո ինքը քարերով կառուցվում է բնականաբար ինքը թույլ տեղեր է ունենում ու կնոջ ներգրավվածությունը թույլ տեղ օրինակ էս պարագայում ի հայտ է բերում Թույլ տուր անձնականացնեմ մի փոքր երևի ցավոտ հիշողություն այսպես մեր սիրելի Արմինեին Ճաղայան չի եղել նման բան մենք այդ ճիշտ սահմանի մեջ ենք եղել իմ աղջիկը որ ներկա է եղել չգիտեմ շատ ճիշտ հարաբերություն եղել ու երբեք ոչ մի այդ սահմանը երբեք չեն կանցել։ Այ Վարդանը Արմինեին որպես հարս ընդունել է թե որպես քույր։ Ոնց է։ Դե մեր մոտ այնպես է որ հա կարելի ասել որպես քույր։ Իսկն այդ հարս հասկացությունը ու ասեմ ավելին երևի որ Վարդանը մի օր ամուսնանա մամաս էլ օրինակ տենց պամոս ինձ մի ասի սկիսուր։ Հա ես սկիսուր չեմ։ Ինքն էլ տեսակով շատ ավելի շատ շփվող է, շատ ավելի բաց է։ Այդ իսկ պատճառով այդ վերաբերմունքը, այդ մոտեցումը, որ հարս, կիսուր, չգիտեմ, փեսա, տեքր, չէ՞ ոնց է։ Տեքր, այո։ Հա, բայց տեքոր կին չկար, արի հիշենք դա։ Դե եթե լինի էլ տեքոր կին, ապա այդ սահմանները մենք այնքան ճիշտ ենք դրել, ստացվել է, որ դրվել է, որ երբեք իմ անձնական կյանքը իմ ընտանիքին չի խանգարի, իմ ընտանիքի կյանքը իմ անձնական կյանքին չի խանգարի։ Այդ մենք սահմանը շատ Չէ, դե հիմա նայ, օրինակ, ու ապագայում, հա, արի անցյալը թողենք մեկ կողմը քո ապագա օրինակ, կողակիցը դու եղբորդ հետ մոտ ես, չէ՞ շատ մտերի, մեծ մարդ 10 անգամ էլ կարող է գալ ձեր տուն, հաց ուտի գնալ սուրճ։ Հիմա այս աղջկան ասենք հաճելի չի, ասում լավ մի անգամ ընդունեցի, ամբողջ օրը գրանցված չի եղբայրդ մեր։ Կան չէ ասում են։ Ինչ ես անելու դու, ինչ ասել ես իմ եղբայրն է պետք է թե պետք է այնտեղ եղբորդ ասես ախպերս մի քիչ արի։ Ռուսերեն լաբարկ ասում, нужно договориться на берегу։ Այսինքն դու само собой Ում ես ասելու, եղբորդ ես ասելու, եղվում ակինես։ Տեսեք, դուք հիմա դուք ինձ վարկաբեկող հարց եք ուզում տակ։ Տեսեք, ես տեսեք, կոմպրոմատ եք մանգած։ Նայեք, երբեք չպետք է բերենք հասցնենք դրան։ Այ ամբողջ ասածս դա է, на берегу։ Երբ դու հասկանում ես, որ ախպերս մարդը նես մարդա լինելու, որ ինքը ասելու է դեմա լինելու, որ քո եղբայրը կամ քո մայրը գան գնա։ Ամուսնանալը բոլորը շատ փոփուշ են։ Ամուսնանալուց հետո Եվ ում մտքով կանցնի։ Ես շուտով 40 տարեկան եմ դառնում, տեսեք, շուտով 40 տարեկան եմ դառնում, հարգելիներս։ Այս 40 տարվա ընթացքում կարծում եմ Պարզ ճշմարտություն։ Կարծում եմ, որ այդ մինիմալ երևույթները պետք է գլխանց հասկանալու պատկերացնել։ Բայց ով կարող է կանխատեսել, որ կնոջ վրա կազդի եղբայրը, ասեք, թող չգա։ Դե գլխանց է հասկացվում։ Ոնց։ Դե սկզբից իր տունը չի եղել, իրեն հաճելի է եղել։ Հետո արդեն իր դրանից ես ասեմ, որ այդ հայկական մենտալիտետը, ինստիտուտը ամուսնական, երբ մարդիկ սկսում են կենցաղը կիսել միայն ամուսնությունից հետո, այդտեղից մեծ խնդրեմ է սկսում։
Այդ իսկ պատճառով Իսկ ինչու է սկսում ամուսնությունից հետո։ Սեփական տարածքն է, հա, արդեն։ Չէ, ամուսնությունից հետո երբ կենցաղին կիսում որ դասական, չգիտեք, ոնց կարա միջև ամուսնությունը գան իրար հետ ապրեն, Հայաստանի սկզբան լինում է։ Չէ, ոչ թե ինչու են կիսում, այլ ինչու է սկսում խնդիրները կիսելուց հետո։ Այդ կիսելուց է հենց այդ է, կիսելուց հետո սկսում են խնդիրները, որովհետև դու ունես քո անձնական տարածքը, դու ունես քո ամեն ինչը, օրինակ ես sense բնավորություն ունեմ, երբ պետք է ապրես որ ճանաչես, չէ՞ մարդու։ Պետք է ապրես, բաժակը սենսա դնում, մյուս ձևա դնում, ջուր խմելուց սենսա խմում, այդ ամեն ինչը պետք է դրա լավագույն տարբերակն է, ես կարծում եմ, բնականաբար ճամփորդելը, չէ՞, եթե օրինակ հայկական մենտալիտետով ընդունված չի ու ինչ որ հասարակության մեջ խնդիրներ է եղել, հիմա օրինակ ես թքած ունեմ, ինձ ոնց հարմար է, ես տենց անելու եմ, չխանգարելով մյուսներին, բայց երբ դուք պետքա մի առօրյայում տեսնեք, պետք է մի հոգնած լինեք, ջղայնացած լինեք, այդ միջավայրով ճամփորդելու ընթացքում այդ ժամանակ դուք կարաս հասկանաս բոլոր իրավիճակներում նկատի ունես, այո, հասկանաս ով ոնց է ինչա, ուրախ խմած իրար հետ ասած, այո, խմումա ոնց է պահում իրան այդ աղջիկը, տղան, մյուսը, ըստ այդմ արդեն կառուցես քո հարաբերությունը։ Իսկ եթե մարդը փոխվում է, կան չէ, մարդիկ ասում են ինքը տենց չէր առաջ, մի տեսակ փոխվեց տարիների հետ։ Ամուսնացավ, փոխվեց։ Չի լինում փոխվել, ես կասում, պարզապես էլ ինքը այդ իրավիճակի մեջ մի հրաշալի հումոր կա, ասես շատ աղքատ ընտանիքի երեխան այդպես էլ չիմացավ, որ ինքը ալերգիա ունի սևիկրայից, հասկանում եք։ Այսինքն այդ մարդը երբեք չի փորձել սևիկրա, որ իմանա ինքը ալերգիա ունի, թե չէ։ Չեպտի մի օր իրան բերեն տան, որ փորձի, այսինքն դու պետք է մտնես բոլոր իրավիճակների մեջ փորձես լինել մաքսիմալ հավանական բոլոր իրավիճակների մեջ, որ հասկանաս այդ մարդը այդ իրավիճակներում Բայց միևնույնն է չես ճանաչի։ Այո, մարդիկ ապրում են տարիներ, երեխա կարաս ունենաս, բայց դե տեսեք, էդի միևնույնն է, այդ բայց կունենաս պատկերացում ամբողջական։ Բա ոնց։ Հիմա տեսեք, եթե մենք գիտենք, որ մտնելու են գետ, չէ՞, մենք գիտենք սառն, ես չգիտեմ ինչ է, կամ մտնում ես ծովը լողալու, կամ բարձրանում ես սարը, չէ՞, դու փորձում ես հավանական բոլոր բաները գցես։ Մանավանդ եթե 10 անգամ բարձրացնես։ Հա, բա ոնց։ Այդ իսկ պատճառով նույնն էլ այդ հարաբերությունն է, ռիսկ է։ Չէ, դու գիտես որ ռիսկի ես գնում, ես հիմա գիտեմ որ եկել եմ ձեզ մոտ ռիսկի եմ գնացել, չէ, կարող է գա այստեղ, չգիտեմ, ջղայնանայ կամ մայստրոն ջղայնան շիշը խփել գլխից։ Իդեպ մայստրոն, այո, մայստրո ժամանակներ։ Ձեր քրոջ հետ ինչն է, գիտենք որ քույր ունեք, հա, իսկ զբաղնի ասում որ մի անգամ Ինչն է առիթ հանդիսացել։ Դե երկար ժամանակի իրար հետ աշխատում ենք, ոնց լինի կիմանանք, էլի քույր եղբայրից։ Ձևեր չթափենք, էլի, իսկ դուք ինչ ունեք հարցնեք, հա։ Հա, ես քույր վայ։ Բայց այդ չգիտենք, քրոջ հետ ինչն է առիթ հանդիսացել մանկությունից մինչ այժմ վեճի առարկա ինչն է դարձել։ Եվ մրցակցություն եւ ոնց լինի ինչ-որ բան դարձել է, ասեք, յու ենք իդեալական հարաբերություն։ Չէ, իդեալական հարաբերություն չունենք, չէ, իլյուզիաներ ա դա, իհարկե։ Բայց հարգանքը սերը իրար նկատմամբ, որտեղ դե ուրիշ տարբերակ չկա, ես իրա եղբայրն եմ, ինքը իմ քույրն է, ուրիշ տարբերակ։ Սերը կա, դա փաստ է, դա պարզ է, իսկ ինչը կարող է մրցակցությունը խախտել։ Մի քիչ տարբեր է, նախ տարիքային տարբերություն ունենք, ինքը 5 տարի մեծ է ինձանից։ Այսինքն ինքը միշտ տենց մեծ որպես քույր էլի հանդես էր գալի, երբ որ նամանան ծնողներս ցերեկը որ տունը չէին, հիմնականում մորդերը ինքն էր ստանձնում։ Հա, էլի, դասերը տա։ հա, էլի։ Ոչմ լարո ասիչներ էլի։ Ձեր ծնողները հայրիկը գիտեմ որ չկա, մայրիկն էլ չկա, չէ։ Ժառանգության հարց ունեցել եք։ Ժառանգության հարցը շատ հեշտ ու հանգիստ լուծվեց, ոչ մի խնդիր։ Որովհետև սովորաբար այդ ժամանակին ես գիտեմ շատ կա, ես շատ ընկերներ ունեմ, որ դա պրոբլեմա, որ իրար հետ երկու քույր կամ երկու եղբայր կամ դու միջև թշնամի ժառանգության պատճառով թշնամի որն է դատերի մեջ են չգիտեմ հա փողեր են ծախսում արդեն տնից ավել փող է ծախսել որպեսզի այդ անտեր ինչ որ մի հատ փայ ունենա բայց այդ պրինցիպի անգել արդեն տունը իրան հետաքրքիր չէ էլ չեմ ասում եղբայրները երբ բիզնեսն է քանդվում երկու եղբայրների հիմնած եւ գումարը կարող է ինչ այսպես չակերտալու հրաշքներ գործել գիտեք ոնց է ինձ թվում է դա ինչ որտեղ դաստիարակությունից է ծնողներից է գալի ինչ որ բան ամեն ինչն է ծնողներից հա օրինակ չէ ես օրինակ իմ երեխեքի համար ասեմ վերջի ես էլ երկու երեխա ունեմ իրանք քույր եղբայր են իրար քույրը մեծ էր, այսինքն աղջիկս մեծ էր, երբ որ տղաս ծնվեց, աղջիկս 7 տարեկան էր։ Եվ բեսամտ խանդոտ էր, որտեղ ծնվել եմ 1 օրում, նույն օրը։ Հա, այս աղջիկս
Տիպը մի հատ ծնունդ ունեի, հետ էլ հարամարի։ Հա։ Կարդ է։ Այդտեղ գողացակ ինձանից։ Այլ է որ ուրիշ բան չկար ասելու, գոնե դա պետք է տեղից կարար գտնել։ Բայց հետաքրքիրը ինչն էր, ուրեմն մենք հետո հասկացանք կնոջս հետ, որ ասենք եթե մենք տենց բացութողի տանք, ինչ որ մրցակցություն իրանք իրար մեջ ունենալու են հաստատ։ Բայց մենք ուրիշ ձևով, ուրիշ կերպ գնացինք, մենք ստանձնեցինք եղբոր հոգսերը քրոջ վրա։ Պատասխանատվությունը դրեցիք, որ մարդը զգա այդ։ Գիտեք ինչից է սկսում նույնիսկ, երբ որ ասենք մեկ մեծը ուզում է ասենք այդ կալասկետ ուզում է բրդի չեն թողում, չէ, կգցես այս երեխուն ձեռ չտաս բան, չէ, այդտեղից արդեն այդ ընդդիմությունը սկսում ամբոստությունը։ Եվ երբ որ ինքը առաջի անգամ բռնեց, տարավ այդ երեխուն, գնաց մանեկան իրար հետ, ես իմ չգիտեմ, պամպերս փոխեց, այս արեց այն, ինքը զգաց, որ ինքը անհրաժեշտ է այս մարդուն։ Այն մարդն էլ զգաց, որ իր կողքը կամ այդ քաղցրությունը հենց այդտեղ է հայտնաբերվում։ Ու այդտեղից իրանք շատ մեծ կապի մեջ են, տարբեր տեղեր են աշխարհում տարբեր երկրներում են հիմա ապրում, բայց իրանց կապը այդ կոպիտ ասած այդ պորտալները կա միջև հիմա։ Թե ինչը կարող է խաթարել առհասարակ եղբայրների միջև հարաբերությունները, մենք այս հարցով նաև դիմել ենք մեր համակարգացիներին, այնպես որ հիմա խոսքը փոխանցենք մեր լրագրող Սարգսին եւ տեսնենք թե ինչ պատասխաններ են հնչել։ Եղբայրների միջև կապը հաճախ համարվում է ամենաուժեղներից մեկը, բայց կյանքում լինում են հանգամանքներ, որոնք կարող են խաթարել այդ հարաբերությունները։ Այսօր փորձելու ենք հասկանալ, թե ով կամ ինչը կարող է դառնալ եղբայրական կապի խաթարման պատճառ։ Գումարը։ Ընտանիքի անդամներն։ Հազար պատճառներ կարող լինի, պատճառները մեկը չի։ Տարբեր պատճառներով կարող եղբայրները իրարից ընդհարվեն։ Մեկը լինում է գումարբազ, մյուսը լինում է շատ նորմալ, որ կարա այն մյուս եղբայրը, այն մյուս եղբայրից փող պահանջի, չկարողանա տալու պատճառով դառնա խափանման պատճառ։ Ֆինանսականը։ Գումարի մոմենտն է։ Միայն դա։ Հա։ Մեկ էլ կնոջ խառնագիչ ձեռքը։ Վատ ղեկավարումը։ Եթե իրոք կապը շատ լավն է, եթե իրոք ուժեղ է, դաստիարակությունը, գենետիկան ուժեղը, կարծում եմ ոչ մի չի կարող խաթարել։ Այլ դեպքում կարող է եւ գումարը, եւ աղջիկը, եւ տարբեր պատճառներ։ Կինը։ Ինձ թվում է ոչ մարդկային հարաբերությունները։ Օրինակ։ Դե մարդկային հարաբերություններ։ Ինչ Գումարը կարող է հանդիսանալ խաթարման պատճառ։ Կարող է, այո։ Եթե հարազատ եղբայրներ են, իմ կարծիքով ամեն ինչից բավարարված են, դրանց մեջ խաթարման պատճառ չպետք է լինի։ Եթե իմիջայլոց են, ուրեմն դրամագանը ստերեոտիպ, ամենաշատը դրամագանը։ Ինչը կամով կարող է դառնալ եղբայրական կապի խաթարման պատճառը ձեզ։ Շատ հանգամանքներ կարամ ասեմ։ Ընտանիքի ներքին խնդիրներից ելնելով, ոչ ճիշտ դրված դնելով, բայց կարծում եմ, եթե եղբայրները իրոք սրտանց եղբայրներն են, ոչ մի խոչընդոտ իրանց չի խանգարի մնալ եղբայրներ։ Երևի անվստահություն, դավաճանություն, եթե եղբայրական կապը դիմակուր լինի, ընտանեկան բյուջեն միտեղ պետքա լինի։ Ու բոլորը պետքա համաձայնության գան իրանց ծախսերից։ Ինչպես տեսանք, հիմնականում հնչեցին, հա, այսպես կնոջ գործոնը եւ գումարը։ Ահա այս երկու գործոնները կարող են փչացնել, խաթարել եղբայրական հարաբերությունները։ Ասեմ ավելի կնոջ գործոնի նաեւ հիմքում էլի գումարն է։ Էլի գումարն։ Աբան դե բնական է։ Եթե ծախսվում է, չէ՞, կնոջ վրա գումարը։ Ճիշտ հասկացա։ Կենցաղ, մանավանդ որ երևի կյանքը այդքան լավը չի ստացվում, այսինքն եղբորն առան բնակարան նվիրեցին, այն եղբայրը մնաց առանց բնակարան, մեկին մեքենա, մյուսին չգիտեմ հեծանիվ եւ այլ եւ այլ։ Տարբեր են լինում ու հաճախ է դա մենք տեսնում էլի։ Իրան առան ինձ չէ։ Այդ շատ Ձեր ծնողները առանձնացրել են, դուք զգացել, օրինակ դու զգացել ես, որ ասենք եղբորդ մի փոքր ավել են, միգուցե ինքն է զգացել, որ սերը հանդեպ քեզ։
Չի եղել, բայց դու եղել է պավոր զգաց, որ մաման մի քիչ կամ papan։ Չի, ես կարամ հումորով ասեմ, հա, եղել է շատ բանի, չի։ Իրենք այնպես են ամեն ինչ արել, հա, ամեն։ Ինքս ինքան է դա ստացվել։ Ինքնաբերաբար այդ ամեն ինչ եկել է։ Դուք մանուկ հասակում երբեք չեք վիճել կռվել։ Եղբորս հետ։ Իրար չեք ծեծել։ Ես ծեծել եմ եղբոր, ես միշտ մեծ եմ եղել ու ավելի տենց խոշոր ու ծեծել եմ բարձր։ Հիմար պատմություններ էին։ Կարող ես մեկը հիշել։ Ասում էի խնդում ես մեջում վրա, ես խնդում ծեծում էի։ Դա դից հիմար պատմություններ ա եղել։ Չէ, բայց ուրեմն մուռ ես ունեցել։ Չէ, բացարձակ։ Չէ, մարդուն պատկերացնի զորով ասես տենց արել։ Ոնց է փոքր տարիքով մի քիչ որ ավելի շատ ես հասկանում, սկսում ես հիմար բան պատմել, բան ինձ այդ ոնց է որ սկսում ես օրինակ ասում ես բանը, չգիտեմ, հեսա գնալու եմ կորեմ մեռնեմ։ Գնում ես պահկում ես ինքը խուճապյան գնում ես քեզ զվարճացնում, որովհետև փոքր ժամանակ էլի այդ ֆիլտրը գոյություն չունի, որովհետև դու ինչ-որ քեզ բան ես զգում։ Բայց միևնույնն է, մենք քանի որ միշտ դրսում ենք ապրել, իմ ծնողներս միշտ աշխատանքի մեջ, իմ միակ ու անկրկնելի կողակիցը եղել է եղբայրս, ու մենք իրար հետ մինչև երևի 7-րդ, 8-րդ դասը, 7-րդ նույնիսկ 8-րդ դասան գնացել ենք դպրոց իրար հետ։ Առավոտյան դուրս էին գալիս, երկուսով էին գնում դպրոց։ Վայ, մեր ժամանակներում այդ ծնողները ինչ-որ բան էին առնում, ասում էին, այսա տղայիս համար հետո կտամ իրեն, չգիտեմ, կամ ուսնանա, այս ինչ բան է, քրոջը կամ այն մյուս եղբորը, հայ որ տենց այս հիշում այս մատանին, չգիտեմ, նշանագրեքի համար է, մեծինն է, սա փոքրինն է, այս սպասքը մեծինն է, նա փոքրին է, ձեր ժամանակ տենց բաներ կան թե ոչ։ Ներողություն բաժին, աղջկա համար բաժին 70-ականներ մասին է խոսքը, թե 80-ականների վերջ։ 80-ականներ։ Ես 85 թիվ եմ, էլի։ Դե ես 80-ականներում էլ է ավանդույթը։ Հիմա էլ կա հայկական ընտանիքը։ Միգուցե մեզ մոտ չի եղել, մենք գիտեք երևի հետաքրքիր է, նա մեր պարագայում։ Չեքի խանութ բան այդպիսի բաներ չկար, չէ՞։ Հիմա էլ կա, ասմական ժողովը մատանին, չգիտեմ, տղայի սամուսության համար, ես ինչ հարցից։ Մեր մոտ եղել է սենց է դասավորվել, որ մենք 4-ով, պապան, մաման, ես, Վարդանը միշտ իրար հետ ենք եղել։ Այո, միասին եք ապրել եւ ինչ-որ բան չեն արել ծնողները։ Չի եղել տենց, այ հենց դուք շատ դասական բաներ եք ասում, որոնք չի եղել։ Մեզ մոտ անձնազոհությունը, այդ անտեն անձնազոհությունը այն մասշտաբի ասած եղել, որ իմ համար չանեմ, իրա համար անեմ։ Իմ համար չանեմ, իրա զրկանքով ենք, այսինքն զրկում էին, մեզ էին տալիս։ Լավ, խաղալիքի խանութ որ գնում էիք, նույն բան երկուսիդ առնում էին, այ ոնց էր։ Հա։ Ասենք երկու հատ էին առնում, մեկը առնում էին երկուսով ենք ունեին։ Կիսում էին։ Մի հատը կիսում։ Նայ օրինակ իմ աղջիկները մի տարի 9 ամիս տարբերությամբ են։ Գրեթե զույգին չեն կիսում։ Իրենք շատ են միմյանց սիրում, բայց ասում են ինձ էլ նրան էլ նա ունի, ես էլ նույնից եմ ուզում։ Անկամ գույները, հա։ Բան չունեմ ասել, դա ժամանակի բարքերի հետ է գալիս։ Այսինքն մի ավտոմատով երկու եղբայր խաղում էին, հա, այդպես էր։ Բայց եթե մեկը կոտրում էր, հետո ինչ էր։ Okay, այդ ամեն ինչը հաղթվում է։ Նախանձելի է ստացվել, ժողովուրդ, ես էդի կանխամտածված չի եղել, այդ ինքս ինքան է ստացվել։ Օրինակ մեր միջավայրում հարցնեք, մեր մեջ երբեք տենց հարց չկա։ Այսինքն երբեք չի եղել տենց բան, ոնց բացատրեմ, երբ գնում եք շոր առնելու, ես ձեռդ մի հատ Վարդանի համար եմ մի բան առնում։ Երբ Վարդանն է գնում առնում, ձեռդ մի բան ինձ համար է առնում։ Պես հետաքրքիր մի բան ասեմ։ Սովորաբար ամեն ինչը ասում են, գրեթե ամեն ինչը ունի գենետիկ կոդ, գենետիկ հիշողություն եւ փոխանցում։ Հիմա նաեւ այս հարաբերություններն են միշտ որ ասում են հոր մոտ էլ է տենց եղել, մոր մոտ էլ, այ ձեր մոտ պապատ ինչ ունի, քույր եղբայր եւ ինչ հարաբերություններ կամ մայրդ։ Հասկացա։ Կա տենց բան թե ես կարծում եմ եղել է իմ հոր վերաբերմունքից մորս։ Պապան, որովհետև այդ ու մաման էլ իրանց զրկելու վարպետներ են, էլի։ Երկուսն էլ։ Հա, իրար համար, մինչև պապան, մաման շատ փոքր տարիքից են իրար հետ, 14-15 տարեկանից սիրարված պապան ընկած են եղել իրար, տենց չի կարում ապրել առանց իր կնոջ, էլի, այ տենց է պապան շատ։ Ու մենք այդ վերաբերմունքը որ տեսել ենք իրար նկատմամբ այդ բանը այն որ չէ իմը չլինի դուք էր, էսի լկեր ես չեմ։ Այսինքն սիրո մթնոլորտում եք մեծացել։ Ինչո՞ տենց բնականաբար հա դե վեճ բանն է շատ եղել, բայց այդ մեկը սերը ինքը ոնց որ բան է, միշտ անցել է այդ սահմանը ու մենք մեկը լավն է մնացել մեր հիշողության մեջ, ոնց է այդ մարդը սիրում է մարդուն, ոնց է այդ մարդը ուզում մեզ նեղություն չտա, ոնց է իրան զրկում մեր համար։ Էդի է Երևի դա է։ Հայկական իրականությունից գուցե հեռու ապրել, այ ասացիր դրսում ենք ապրել, հա։ Միգուցե եւ դա մեր շրջապատն է։ Հա, մենք 4-ով ենք եղել միշտ իրար հետ։
ու ստիպված իրար կողք են եղել։ Մենք երկար ժամանակ 4 ենք եղել։ Իսկ շրջապատը չի փոխել խառնվի ինչ որ բան։ Բան ոնց մանավանդ որ մենք Հայաստանում էլ չենք եղել, այդ հայկական դասական բարքերին չենք մեջ չենք եղել։ Ընտանեկան բարքերին, որովհետև շատ անգամ ասում են դե երեխան ինչ տեսնում է, օրինակ չեմ, կեսուր հարս, հա, մոր տատիկի հարաբերությունը, տալ բան, տեսնում է, ինքն էլ է մի տեսակ, ասում է, պատրաստվում է, եւ խառնվում է, եւ պատրաստվում է այդ վատին։ Զենք ու զրահով, այսպես ասած, զինվում է։ Նույնիսկ հարևանը այսօր կարող փչացնել ամեն ինչ։ Դուք այդ կողքից ձեզ մոտ այդ հորաքույրը, քերրին, բան տես չէ երևի, հա, թե։ Միշտ այդ հավատարիմ վիճակը ոնց չեմ ամենայն դեպս ինչքան էլ էդի տես պաթետիկ հնչի, այդ անտեր սերը հաղթում է։ Անտեր չի լավ, ուրեմն անտեր լավ։ Ինքը մեկը поделись улыбкой своей, она к тебе вернется. Это շատ հայտնի լավ բան է։ Подавись улыбкой своей, она к тебе больше не вернется։ Ինչի վատ նոտայի վրա։ Подавись։ Լավ, ինչ մենք կդիմավորենք արդեն քո եղբորը, հասկանանք ինչ է, այո։ Ինչ է ինքը բացահայտելու մարդ էս է, մեկ էլ տեսար Եվ ինչ կասի քո պատասխանների վերաբերյալ։ Այնպեսի բաներ ասեց, դու բացահայտեցիր քո եղբորը այլ տեսանկյունից։ Այսինքն ոչ մեկ չկարողացավ խառնել մեր ընտանիքը, ձեր հաղորդումը պատասխանեց դա էլ ու վերջ։ Ասեցիր լավ մարդ, այսպես ցիտեցիր Աստվածաշնչի ստողեր եւ այլն։ Հիմա քո եղբայրը, սկզբից խոսեցինք, հետո կիսատ մնաց, չէ՞։ Այո, ասենք։ Ասենք թե Վարդանը վատ արարք գործեց, հա, ընդཐུպ միջով հանցագործություն։ Դու նրա կողքը կլիրես իմանալով որ նա հանցագործ է։ Իրա սխալը իմ ճիշտն է, վերջացավ։ Ուրիշ տարբերակ չկա։ Այսինքն իմանալով որ նա իմ եղբայրն է։ Հանցագործ է։ Այո, ուզում եմ լինի։ Վնասել է ինչ-որ մեկին, դու իրեն կպաշտպանես։ Ուզում եմ լինի, բայց իմ եղբայրն է ինքը։ Վահե, այսօր քիչ չեն դեպքերը, երբ Ենթադրենք հայտնի եղբայրը հասարակության մեջ տարածում է կարծիք, որ ես իմ հարազատ եղբայրը չեմ շփվում, չէ, ես մենք կապ չունենք իրար հետ։ Այդ իրանց խնդիրն է։ Չէ, բայց էլի եմ ասում, նույն այս տարբերակների եղբայրը հանցագործ է, մյուս եղբայրը ենթադրենք պաշտոնյա է, եւ ասում եմ, մենք կապ չունենք, ես նրան չեմ ուզում ճանաչել, նա հանցագործ է։ Կամ քաղաքական։ Կամ քաղաքական։ Երկու տարբեր թևերի։ Մենք չենք շփվում։ Եթե բիզնես տեսանկյունից նայենք, միգուցե շատ թույն բան է։ Մեկը պաշտոնը մարտավարություն է շատ։ Միգուցե հայեր դե բանն է, բայց հետո գնում են տուն իրար հետ են։ Դա լավ բիզնես ստրատեգիա է, ես հարգում եմ այդպես բաները։ Բայց ես չգիտեմ, ախր նայեք Գիտեք այս Այ դու կամա չէիր եթե կներես քո եղբայրն էր հանցագործ լիներ օրինակ բանտարկված այ դուք դրա անունը կալամ ամաչեմ ասეთ նորացած չէ այ մարդ կամաչում ասում այն մենք ուրիշ ծնողներից ոնց որ լինենք հարգելիներս սիրելիներս իմ ամենամած սիրուններս նայեք այստեղ տեսեք թեման որն է մենք դատողություն ենք անում հաճախ մարդկանց փոխարեն այն դեպքում երբ մենք այդ մարդկանց կարգավիճակում ու իրավիճակում չկանք Բայց մենք տեսնում ենք, որ մի եղբայրը բանտում է, մյուսն ասում ես չեմ։ Հիմա ես չեմ արծարծում ոչ ոքի, հիմա տեսեք։ Օրինակ եմ բերում։ Նույն Հենց օրինակ չբերես բաժակը գցես։ Չեմ, չէ, ես զգուշ եմ հանգիստ եղեք, կվճարեմ հետո։ Տեսեք։ Նույն Ադոլֆ Հիտլերը, չէ։ Այսօր կա ֆիքս կարծրացած գաղափար, որ ինքը 20-րդ դարի թիվ 1 հանցագործն է համարվում։ Չէ՞։ Այո, փաստա մենք գիտենք ինչ է եղել, ոնց է եղել եւ այլն եւ այլն։ Ու բնականաբար բոլոր նարցիստներին ու նրա հետևորդներին մենք վերաբերվում ենք վատ։ Այստեղ հարց է ծագում։ Եթե մենք ապրենք այդ ժամանակաշրջանում ու լինենք այդ տրամադրության մեջ Ուզում եմ հասկանամ, ինչքան էր հավանական, որ մենք էլ չէինք անի այս ժեստը։ Ինչքան էր դա հավանական, որովհետև մենք ապրում ենք հիմա լրիվ ուրիշ տեղ։ Հասկանում եք, ամբողջ ասածս դա է։ Մենք մեր տեսանկյունից, մեր իրավիճակից, պրիմիտիվ բան եմ ասում, բնական նոր բան չեմ ասում։ Բայց մենք մեր տեսանկյունից հեշտ ենք ախր դատում, ժողովուրդ։ Կենսակերպը թելադրում է իրավիճակը։ Դա չենք դատում, մենք եզրակացություն ենք անում։ Այո, նստում ենք ու ասում ենք, այ որ ես լինեի սենց կանեի։ Ախր մի հատ արի տենանք դու որ լինես։ Մի հատ էղի տենանք, ոնց կանենք, չէ՞, ֆուտբոլիստը որ գնում։ 11 մետրանոց է գնում իրացնի ֆուտբոլիստը, չէ՞։ Չգիտեմ ֆուտբոլ նայում եք թե չէ, ամենալարված բանն է ֆուտբոլիստի համար 11 մետրանոց իրացնելը։ Որովհետև 11 մետր է, մենք հերթացույցով խախանդ նստածենք, ասում են դե խփի ինգեր։ Բայց նրա վրա, չգիտեմ, ֆուտբոլի աշխարհի առաջնությունը դիտել են on-line
1.5 միլիարդ մարդ on-line դիտել է Լեոնել Մեսին գնում է իրացնի 11 մետրանոցը։ Դուք հասկանում եք, այդ ճնշումը իր վրա ինչ է։ Էներգետիկ դաշտը։ Ինչ է զգացվում, այդ կոշիկը դու չես կրում, այդ վերքը դու չես հասկանում եք, այդ է ամբողջ հարցը։ Երբ մենք ասում ենք, դե պետք է խփեիր, էլի մի 11 մետր ինչ է, էլի խփեիր, էլի։ Ես խփում եմ։ Ասեմ ավելին, ասում եմ, ես խփում եմ։ Ինգեր դու որ խփում ես, չգիտեմ, մաքսիմում քո խփածը լինելու է, չգիտեմ, հանրապետական մարզադաշտում իտոնդեղ կարող է։ Ասածս դա է, հիմա այդ մարդիկ, որ ասում են, ես իմ եղբորը չեմ ընդունում, մենք չգիտենք իր անցած ճանապարհը, մենք չգիտենք իրենց հարաբերությունը։ Բայց ինչ էլ որ լինի, մարդը կարող է չընդունել եղբորը։ Ես իմ անցած ճանապարհից ելնելով, իմ ապրած կյանքից ելնելով, իմ արժեքներից, իմ կարծացած, չկարծացած գրքերից, նայած, չնայած ֆիլմերից, լսած երաժշտությունից, ձևավորված ինդիվիդուում տեսակից չեմ կարող իմ եղբորը չընդունել։ Այս դրա մասին էր խոսքը։ Ես չեմ կարող իմ ծնողին հələ միտեղ, բայց ես եղբորս չեմ ոնց կամ եղբոր։ Բայց վստահ այդ խոսքերը միջով կյանքի վերջ պահպանվի, որտեղ ցավոք սրտի ես գիտեմ եղբայրներ, ովքեր այդպես ապրել են, եւ կյանքի մի փուլում կարծես թե բաժանվել են բան չունեմ ասել։ Նույն քաղաքում լինելով նրանք իրար միմյանց։ Հիմա այս պարագայում հարգելիներս միգուցե այս պահին ես չեմ պատկերացնում։ Արի հրավիրենք քո եղբորը եւ արդեն համիասին շարունակեք։ Բայց ախպերքն չգա, էլի չեմ ուզում դրան։ Դիմավորեք Վարդան Խաչատրյանին։ Մինչ մեզ կմիանա Խաչատրյան եղբայրներից եւս մեկը, այս գինին տեսնես եղբորը կտա թե ոչ։ Եղբորը, աղբերը չի տա, ավելի ֆոլկլորային տարբերակում։ Դասի չէ, այս տարբերակում չէ, ես կարծում եմ անգամ շատ սիրառատ եղբայրներ, եթե ունենա 3 շիշ, մեկը կտա, երկուսը կպահի իրար։ Իսկ եթե 1 շիշ ունենա։ Եթե 1 շիշ ունենա, դասի հա, երևի թե կկիսվի, որովհետև այո, կամեցող եղբայրը կուզի որպեսզի այս համը իր եղբայրը նույնպես վայելի, կարծում եմ դա նորմալ մարդկային շատ ճիշտ գործող է եւ վանարձի։ Ինչպես կարելի է չվայելել այս հրաշք գինին աշխարհի լավագույն գինիներից մեկը։ Վանարձի դեպքում այլ կերպ հնարավոր չի։ Լավ, վանարձի դեպքում հասկանալի է։ Իսկ եթե MG Sweet-ի արտադրանքն է, քույրը քրոջը կտա կկիսվի։ Քույրը քրոջը ոչ միայն կկիսվի, այլ քույրը քրոջ յուրաքանչյուր առիթին կգնա MG մարքետ, կփնտրի կգտնի այս տեսականին, որովհետև սա լավ տեսակ։ Կան MG Sweet-ի արտադրանքը։ Չկա, սպառվում է։ Արագ սպառվում է, դա հարցի մյուս կողմն է։ Եվ քրոջ լավագույն առիթներին անպայման այս քաղցր համեղ խմորեղենով կշենացնի, կհագեցնի, կլուսավորի նրա տոնը։ Այդ կերպ հոգ տանելով քույրիկի մասին։ Հոգ տանելով քույրիկի մասին, կեցես, աճում ես աչքի առաջ։ Հոգ տանելով քույրիկի մասին, MG Sweet։ Խաչատրյան եղբայրներից եւս մեկը մեզ միացավ, Վարդանը, ողջույն, բարի գալուստ։ Դու լսում ես եղբոր պատասխանները բնականաբար, ինչ կա մի բան, որը դու համաձայն չես։ Մի տեսակ քիչ նման չէ, ասեմ նման է։ Այո, Ժորժ ջան, այո, Վարդանի ժամանակ ծնողներս դրամը լավ է։ Վարդան ջան, կարող ես խմել։ Վանարձի կարող ես այսպես։ Քո տրամադրությունը հիմա կբարձրանա։ Վարդան, ինչի՞ համաձայն չես այ Վահեի ասածներին։ Իրականում ամեն ինչն էլ ճիշտ ասես, տես մի նայր ես, անցել են 5 տարի։ Միջալից կարա՞ք ասեք, Վարդանի մազերը ներկացեն թե ոչ։ Ես իմացել եմ, իդեպ մենք ընդհանուր ընկեր այդպես հարցրեցի ես մինչև Վարդանին հյուր կաչել, ասեմ, որտեղ տղային կանչենք, բայց սպիտակ մազերը ներկած, ասեց, վայ, ես մանկության ընկեր եմ, Աշոտ Աբրամյան, ասեց, կողջունես եւ ասեց, չէ, մերը գիտես, որ տարիքից ասեց, սկսեց սպիտակել։ Ահա, բալիկ չես եղել։ Ես ասել եմ, բնության բռակա ներկայացրել։ Դա մեծ եղբոր ազդեցություն է, այսինքն քեզ այնքան են եղել, որ մազը սկսեց սպիտակել։ Ահա, որ դա հենց իրա եղելուց սկսավ, էլի։ Պատմես, չէ, ասեց, որ ասում ես որ ծեցել է։ Որտեւ եթե գենետիկ է, այսինքն վայկին է պետք է որ Չէ, սպիտակ է, պարզապես։ Չէ, բայց դա ինչ սպիտակ է, հələ այնտեղ։ Դե այստեղ Ժորժ ջան, այստեղ։ Քո փոքրն է, քեզ։ Այնքան ծեծած սպիտակ է, ալբինոս է, նայեք, ալբինոս։ Մազերի հարցը ճշտեցինք, հիմա հասկանանք հետեւյալը։ Ինքն է քեզ համար շատ բան արել, թե դու իր համար։ Ինքը շատ ծեծել է, դա իմացանք։ Չի ծեծել, միանշանակ ինքը չի քննարկվում։ Չէ։ Շատ բան, լիքը բան։ Ինչ
չեմ արել քո համար։ Այդքան ծեծ է, այդքան։ Այո, ճիշտ է, ծեծ ու քեզ։ Խնդալը գալիս է։ Անեկդոտ է պատմում։ Էսի չեն խնդրում, ասում է, արա խնդա, անեկդոտ է պատմում։ Պատմես չէ՞ որ ասում էր Վարդան էլ արի գնում էի մոտիկ։ Ասում է խնդա։ Սկսում էի խնդալ։ Ասում է դու վրա ես խնդում արա ու սկսում էր մի անգամից։ Ծեծելն են էս մի հատ երկու հատ չէ, նորմալ, տեղը։ Չեմ ծեծել, լավ, արմ երկու հատ խփել եմ գելակ է։ Բայց դու չի հասցնում միջամտես, ես ոչ մի կերա չեմ խնդում։ Սպասի, ես ուրիշ հարցնում, բան չի ասում ասել։ Չէր օգնում, ոչինչ չէր։ Ոչինչ։ Վարդը քեզ է մաման, մայրիկին շատ սիրել թե Վահեն։ Ծնողները։ Ում են պաշտպանել, սիրել չասեմ։ Մաման ծնողը։ Հիմա կասեն ինչ հարց է, չէ՞, որ ասում ես սիրել մամային թե պապային։ Օրինակ կամ մամանում ես։ Ճիշտ է ասա դե։ Տեսեք, ժողովուրդին շատ պաշտպաներ։ Սատի դետեկտորը բերեք, լաչ ջան։ Դե ասա։ Չէ, իրականում տեսեք, չկա տենց բան, որ ասեմ ինձ ավելի շատ են սիրել կամ Վահեին։ Պաշտպանել։ Պաշտպանել։ Դավտաշնի տունում արա։ Դու էլ փայ ունես մի էլ բաներս տես, տան հարցերը թմնա հետո։ Դուք երկու Պաշտպանել, եթե ճիշտն ասեմ, Վահեին ավելի շատ են նեղել, դա տենց է, ես երևի փոքր, հա։ Ոնց չեն կարող։ Քեզ էլ են նեղել։ Չնայած դասանելու վաղ մաման սաղին է նեղում է։ Բոլո, ձերը տեղել է, որ դաս էիք անում փոքր ժամանակ, այն որ գնում էիք, մեկի մաման գալիս էր ստուգելու, մեկը լավ չի, լավ չի։ Հոնորից 10 տարի դպրոցում դասավանդել եմ, որպես մանկավար։ Ինչ։ Ֆիզիկա չեմ դասավանդել ստեղ նայեք։ Հիմա տեսեք, 10 տարվա մեջ ես ֆիքսել եմ մի հստակ փաստ։ Եթե երեխային այդ տարիքից սկսած մինչև 16-17 տարեկան, ինչի՞ չէ, մինչև համալսարան, ծնողը, բայց հիմնականում դպրոցում, այսենց զբաղվածություն ու այսենց խստություն չի դրսևորում, իր ամեն ազատ ժամանակը լցնում է ինչ-որ բանով, չգիտեմ, անգլերենով, չգիտեմ, հուլունքագործությամբ, դաշնամուրով, այդ երեխաները փորձը ցույց տվեց, որ կյանքում արեք իրան հաջողություն անվանենք, որովհետև դժվար սուպերմարկետում 30 տարեկան տղեն փաթեթավորով աշխատի ու ասի դա հաջողված կյանք է, էլի։ Իրանց կյանքը հաջողված չի եղել։ Իրանք այս կյանքում ինչ-որ բանի են հասել։ Այն դեպքում, երբ ծնողները մանեջան այդ տենց դասերը, պարապմունքները չեն թողում ազատ ժամանակ ունենալ։ Դասերը, պարապմունքները եւ այդ շարքը երկար է, բայց երեխան կանգնում ասում է չեմ անում։ Վերջ, չեմ ուզում։ Ինդիվիդուալ է երեխային։ Ես հոգնել եմ։ Դες չի թողում խոսես։ Դու մի րոպե, դու քո հատվածը խոսեցիր։ Բայ ջան։ Դու էլ պետք է երեք դասավանդեիր, բայց ես մարդը եկել է երկու բառ չհասցնեցին։ Հետո ես ոնց հասկացա, Վահիկը միշտ եղել է ակտիվ, դու ավելի пассив ես։ Դոմինանտ։ Դոմինանտ եւ ռեցեսիվ այսպես։ Այ կոմոդ ինչ որ տեղ ինքը եղել է որպես օրինակ։ Ուզել ես դու իրեն նմանվես թե չէ։ Խնդրում բայց։ Չէ, դա ոսկե։ Չէ, այ մայքնա ծիծաղում։ Չէ, նմանվել ինքը ուրիշ մասնագիտությամբ ա եղել, ես դրան չեմ ձգտել, բայց բնավորության գիծը եթե վերցնեմ կամ չգիտեմ, որպես թե ընկերների համար լավ ընկեր, աղբոր համար լավ աղբեր, տենց բնավորության հետ կապված միանշանակ կա, լիքը նմանվելու բան կա։ Ես հակառակն եմ ասել։ Ես եմ միշտ ուզեցել նմանվել Վարդանին։ Ես դες ավտորիտետն ասում։ Ինչու։ Բոլորում։ Բայց հակառակը պետք է լիներ։ Ի վերջո դու այսպես սպորտային կառուցվածքով, չէ, գեղեցիկ սեր ուշադրությունը գուցե սևեռված եղել դեպի Վահեն։ Այ մայս մարդը մի օր էս մորը հանելու է, հա։ Չէ, Վարդան, եթե անկեղծ ասեմ, ես եմ միշտ ուզեցել Վարդանին։ Ինչու։ Որովհետև տեսեք, Վարդանը իր ապրած կյանքում Կլինի Վարդանը պատասխանի։ Վարդանը իր մասին լավ բաներ չի ասի բարձրապես, է։ Հաստատ կասի։ Չէ, մի րոպե, գեղեցիկ սերը ուշադրություն դեպի որ կողմն էր սևեռում։ Այս ոնց իժան, լստեն նայեք։ Մարմարինա աշկփաչե եկել խոսում։ Լստեն նայեք, գեղեցիկ սերը։ Վարդան այդպես եղել թե։ Սատկում է։ Դե ինքը հիմա իրան թերագնահատում է ուղղակի։ Չեմ թերագնահատում, ինձ էլ Խիմեն, հա, բայց շատ են սիրում։ Դե ես չեմ կարող ասեմ ինձ սիրում եմ թե վիճեք, այ մի աղջկա պատճառով երկուսով վիճեք։ Չէ, ոնց չի կարող։ Այլ մեկն ասի դու գործ ունես իր հետ, ես եմ։ Այդ մենակ մամայի Չէ, չէ, երբեք դες բան չի եղել, դե հետո ինչ որ շատ իդեալական է ամեն ինչ։ Չէ, իրոք, հա, մի բան կա, չէ։ Չէ։ Դե ասա, ինչ։
Ասա, ինչ։ Ես չեմ ասում, չէ, ընդհանուր առմամբ դուք շատ լավ ընտանիք եք, դա երևում է, որովհետև ոնց որ ասացիր, այո, ինչպես ասացիր, ձեր ծնողները ձեզ բերել են դրան, բայց այստեղ պարզապես թող Վարդանը խոսի, Վահիկ ջան։ Ես հասկանում եմ, որ Վահիկը ամեն ինչում փորձել է քեզ լինելով ավելի ակտիվ, ուղղորդել, այդպես օգնել, աջակցել եւ այլն եւ այլն։ Այս գիտես ինչ եմ ուզում հարցնել, դրանից արդյոք չի քո ինքնա, ոչ թե ինքնագնահատական, այս սեփական եսը, այ ինչ որտեղ լավ է որ ունես կողքդ նման եղբայր, բայց ինչ որտեղ ինչու է անընդհատ ինքը անում, ես ինչ որ բան մենակ չեմ կարող անել կամ ես չեմ կարող արդյոք իր համար անել, այդ չի առաջանում ինչ որ ես չեմ ուզում ասեմ նախանձ, որովհետև ձեր մեջ կա սեր։ Ինչ որ մի փոքրիկ նախանձախնդրություն, ինչու է ինքը ավելի ակտիվ, ավելի մի տեսակ հաջողած միգուցե, տաղաբախտը բերել է անկել այդ սֆերայի մեջ եւ այլն, օրինակ։ Թե հիմա, թե փոքր տարիքում, սենց ասեմ, երբեք իմ շրջապատում շատ կան մարդիկ, որ մեծ ու փոքր եղբայրներ են, չէ՞, մեծը միշտ իրան պահում է, որ ես մեծն եմ, ես սենց, մեր պարագայում տվյալ բան երբեք չի եղել։ Չի եղել նենց, որ Վահեն թե պարտադրի, թե Չի ասել ես եմ մեծը, ես եմ։ Չկա տես բան, երբեք։ Երբեք չի եղել, որովհետև ես եթե մի բան պիտի անեի, ես անելու էի, ինձ կյանքում չի ասի, եսի մի արա, եսի կարող է նստենք քննարկենք, որոշենք ճիշտ է, սխալ է, նոր արվեր, բայց որ ինձ պարտադրի կամ դուան չի, անուղակի, միգուցե դրվածքը այդպես է եղել, որ ինքը ասեց, այդպես պետք է արդեն պարտադրու, անպայման պիտի, դու այսպես պիտի անես, այսինքն ասեց, մեծ եղբոր, բայց մեծ ընդհանուր 3 տարի չի եղել, տեսեք ժողովուրդ, իմ հիմա մոտ են ընկերները միշտ բոլորը ասում են, որ իմ ու Վահեի այդ որ այս եղբայրական կապը ուրիշ է, լրիվ ուրիշ ձև է։ Որովհետև չի եղել տենց բան, որ ինքը ինձ պարտադրի, ինքը ինձ ասի, չէ, սենց պետք լինի, թե չէ, սենց պետք լինի, հա, փոքր ժամանակ ծեծել է, լիքը էդ է, էդի եղել։ Արա լավ էլի, թող ցավոտ տեղից ես կպնում։ Էդի եղել է, այդ ամեն ինչը հա, բայց մնացած եթե ես մի բան պիտի անեմ, դա անգամ եղել է, որ ինքը մի բան պիտի անի, ասել է, խոսքի վարտեսի արժի անենք կամ բան սենց։ Երբեք ոչ մի պարտադրանք, ոչ մի կամ փորձին ենցան, ես իր ստվերի տակ մնամ կամ։ Իսկ ելը որ դու Զենչանս ասած թող անի ոտքը կպնի քարին։ Հետո կգայինց կասից դու ճիշտ ես։ Չէ, ես եթե իմանայի տենց բան կլինի, միանշանակ ոչ, չէի թողի։ Դե ինչ, այս փոքրիկ բաժակով ըմպենք եւ վայելենք։ Ինչու ես Վանարձի գավաթներն ասում փոքր, բավականին մեծ, լավ սիրուն գավաթ է։ Այս մեծ սիրուն Վանարձի գավաթներով ըմպենք գինին եւ վայելենք այս հրաշք կատարումը։ Փոխեցիք ես Տիգրան ջան, ոնց որ Ջան ախպերներ, ջան ցամներ տանեմ։ Ես եկա անուշ ախպերների մոտ։ Չի երջանկացնի քեզ մի միլիոնը Լիարժեք էլ չի լինի այն տոնը Երբ կյանքում մենակ ես, քուր եղբայր չկա Ողջ ժառանգությունն էլ դառնա քոնը Միշտ հետևանում են քո հոգսերը Երբ եղբայրդ է լինում ընկերը Եվ կյանքում էլ ավելի ուժեղ չկա Քան եղբայրական ուսերը Լինես տխուր, թե ուրախ, լինես խիզախ, կամ էլ լինես փողերիցդ կախ, միշտ քեզ կզգաս, միայնակ դու թիրախ, երբ հավատարիմ եղբայր չունես դու։ Զատո մի միլիոն ունի։ 1 միլիոնի մասը լավ էր, 1 միլիոնի մասը Բրավո, այս բաժակով խմում եք մեր հրաշք մենակատարուհու կենասը։ Արի քուր եղբայրների էլի։ Քուր եղբայրների կենասը եկեք բարձրացնենք, քանի որ մարդ կյանքում ամեն բան կարող է։ լավ էր։ $1 միլիոն, պատկերացնում ես։ Այ $1 միլիոն է, հա բանը։ Այ ինչ կանեի, ասեր սա իմն է, տեսություն եղբորը։ Միանշանակ։ Չել քննարկվում։ Հասկացար, որ այստեղ ամեն ինչում այդ 1 միլիոնն է փնտրվում։ Լսի, բայց ինչ տարբեր է, ես այսպես նայում եմ, Վարդանից հանգստություն է գալիս, հանդարտություն է գալիս։
Դու հրաբուխ ես, հրաբուխ, բայց այսպեսի եղբայր ասած հանգիստ հանդարտ, ես էլ կուզենայի, ինքը շատ հարմար մարդ է, հա, այդ տեսակում, ինչ կասես, թե տափուկ է։ Դե խոսա։ Շատ, հենա, ասում։ Ես գիտեմ որտեղ խփեմ մեղը։ Ես ճիշտ ասած այդ տափուկություն ասվածը չեմ կարող ասեմ, տափուկ եմ թե չէ, չգիտեմ։ Իսկ այս զանգ եղբորը հաճախ է լինում, որ զանգես ինչ-որ հատ բան հարցնես անդադ։ Որոշում կայացնելուց։ Չի ասի որ շատ տենց զանգել հարցրել եմ, էսի անենք թե չէ, էսի անեմ թե չէ, բայց իսկ գլոբալ վերցրած վայի հետ եթե այդ օրը օրինակ չտենանք իրար, անհնար է գոնե մի քանի անգամ չզանգվենք, խոսանք ոնց ես, նորմալ է, ուր ես, ինչ ես անում, սենց ինչ որ մի բան։ Ըստ քեզ որ հարցերում ես դու ավելի հաջողված, նո առաջատար, քան Վահեն։ Որտեղ է ինքը ավելի թերանում, որ ինչում երաժշտության մեջ, սպորտի մեջ, բախտը բերել է ֆինանսների մեջ, խելք աշխատացնելու մեջ, չգիտեմ, գործանելու, ինչի մեջ ես դու ավելի քեզ ուժեղ գտնում։ Ինչի մեջ, վայ ջան։ Երևի եթերով ասեմ։ Ես ավելի շուտ sense մի բան կասեմ, երևի հարաբերությունների ու շփման մեջ, որովհետև Վային շատ է ինչ որ տենց շատ էր ավելի շատ այդ կռիվներ մունատ բան sense ես ավելի տենց հեշտ գտնում եմ մարդու հետ շփվելու ձև տարբեր ինչ որ կոնֆլիկտային է դու կոնֆլիկտային ես չէ ես հիմնականում շատ կոնֆլիկտային չեմ կոնֆլիկտ չեմ փորձում ստեղծել ավելի շատ անգամ եթե լինում է ոչ թե խուսափել են որ անցնել ուղակի այդ կողմ որը լի չենք խուսափի բայց ձևակերպումը ասեմ ասեմ Վարդանին բոլորը սիրում են ինչի որովհետև չէ իրոք շատ սիրում են որովհետև Վարդանը վստահություն ա ներշնչում խաղաղասեր է շատ խաղաղ ենք այնքը հանգիստ է այնքը ավելի ուշադիր է ավելի բարի է ես քան որ ավելի էմոցիոնալ եմ ավելի շատ օրինակ խոսում եմ մտքերս այդ բռնկումները շատ բան մարդկանց այդ մի փոքր ավելի զգուշացնում է իսկ Վարդանը խոսում է Վարդանը ստիպում է որ իրան գան դեպի ինքը միշտ է տենց եղել ինքը քան տարեկան էր 6 տարեկան էր չէ դպրոց գնաց Ուկրաինայում ռուսերեն խոսալ չգիտեր բայց սա դասարանը սիրում էին իրան ու ռեալ սիրում էին ուզում էին իր կողքը նստեին ինքը այդ տենց տեսակի տղա ին երեխաների նման նույնը փոքրս է եւ բայց ես մի բան ասեմ փոքրից այսպես շատ իր հանդարտության համար ավելի են ընդունում մեծս կոնֆլիկտային է իմ տեսակից է եւ մեծիս մոտ միշտ այսպես թաքուն նախանց կա մեծիս մոտ ինչու է նրան շատ ավելի չնայած ինքը տեսակով շատ ավելի վառ տեսակ է վառ անհատականություն է հա այ ձեր մեջ նախանձի առարկա մանկության տարիներին անկեղծ որն է եղել ինչ նախանձի միթե արա լավ հիշա Դե շատ խնդիր է փոքր ժամանակ միշտ այսօրվա պես հիշում եմ որ Վահեն շոր էին առնում ինձ չէ այդ մի քանի 4-5 տարեկան էր Վարդան ուրեմն արեցի շատ խնդալի ես լացում էի միշտ Վարդանս փոքր է շատ ուրեմն ժակետ էր առել papa Դոնեցկում էինք ապրում ժակետ էր առելից դու կարակա չէ ըստ դինքու քայլում papa ասում Վարդան ջան ինչ է եղել Սիցը դու չուրես կազ Չի խոսում չէ ասես մեջնա չէ ասես քայլում եք Չէ, Վարդան, ինչ է։ Դու գվային է դյարակից շանակ։ Գնացինք մենք բան շոր առան իրան։ Նույնիսկ թե ուրիշ։ Ես այդտեղ դուժվեցի, ես լացեցի ինձ շոր առան, Մարիակի շոր էին առել, Մարիակինն էր։ Նավաստի շոր էին առել, Մարիակ, ես էլ ասում եմ առել մանիակի շոր էին առել։ Ես սմեյլ լացել եմ։ Դերեմ ջանի։ Էտա նախանձը եղել։ Հիշեցիք։ Քանի որ դու կոնֆլիկտային ես, ես մի քանի բլից հարց ունեմ հիմա, ուզում ուղղել։ Ձեզ եղել է որ երկուսդ մի աղջիկ եք սիրել։ Չէ։ Ոչ։ Չի եղել։ Իսկ եթե մի աղջիկ է երկուսից սիրել։ Եղել է։ Չենք իմացել։ Չենք իմանում։ Փոքր տարիքում ում էին ծնողները ուղարկում խանութ։
Երկուսով էլ հավասարաչափ։ Ախառնելու, չգիտեմ։ Բայց ամենազզվել եմ որ դպրոցից գալիս է սենց հանվում է, կոշկից հանվում է։ Ես շատ էի սիրում եմ դուրս գալ այդ թալխանու, հա, լուրջ։ Մի անգամ էլ փողերը տարա կորցրի, ձեռից ես ընկավ։ Բայց մեկը նույնն չէ, թող ինքը հիմա էլ գնա, ինչ ես ինձ անընդհատ ասում, թող ինքը։ Բայց եղել է, բանով, դե չենք հակաճառե, բայց այն որ տենց իջնում ես, մեջդ խոսալով։ Միշտ ես եմ այդ թմթոյին կետա, իմ մոտ։ Բայց ես օրինակ Ադելին շանը ես էի միշտ դուրս անում։ Որտեվ մի անգամ հանի դուրս շանը ես էի միշտ անում, դոբերմանն էս Վարդանը մի օր Ադելին հանեց դուրս ման տալու, այդ շանը դոբերմանը, ինչ փախավ։ Ուրեմն էս Վարդանը սամինքի պուճուր թեթև բան, այդ բանը փաթաթումը կապանը ձեռքին, էս մեր Ադելին վայրենի շուն։ Նա շունա տենում վազելով գնում է հետից էս ինգնում։ Կարամել փաթաթած թերից ու հետից էշում եմ։ Ասում ծերում ծարից բռնել է Ադելը դե խաչում։ Ով է ավելի շատ նոր հագուստ գրել։ Այսպեսի հարց։ Ով ումն է գրել եւ նորը ով է գրել։ Ում են ավելի շատ նորը առել, մեկը մյուսինը գրել։ Տեսեք, բայց ես ֆիզիկապես ես երաշորը չէի կարա հակնեի ուղակի, հակովս չէր։ Դե փոքրանում էր տալիս էր քեզ։ Չէ, ես միշտ նիհար եմ եղել, այդ չափից վահեն այն վաղ ավելի բան էր, չաղ կասե, հիմա տենց չաղը դու ես։ Չաղ էր, բա ինչ է։ Լավ, գումարի պատճառով վեճ ունեցել եք թե ոչ։ Բացարձակ երբեք։ Բայց ընդ փողում ես ինձ տալու բան կանես։ Հա, լավ։ Թանկ նվեր եղբորից եղբորը։ Շատ։ Արել եք իրեն։ Որն է։ Ամենաթանկ նվեր։ Դե կա Նյութի մասին է դեռևս։ Դե ավտո է նվեր տվել։ Քեզ։ Հա, բա եթերում դաժե կա։ Ինչ է։ Բա հումորի լիգայի մեր Հա, մենակ ես չէ, դե ես ու տնեցիկ։ Դե ամենայն, հա։ Ա, մեքենան։ Իսկ հակառակը։ Ինչ լիքը։ Ես նվեր եմ տեղով։ Դե բանի ճանապարհորդությունների բաների sense լիքը տարելա թե նվերներ արելի շատ։ Հիմա հասկանանք վիզուալական Խաչատրյան եղբայրներ այնուամենայնիվ այս կապը իրական վիզուալական է թե ոչ, ինչու որովհետև հիմա մեզ գալիս է այս դիլեման բացահայտելու էքստրասենս Կարեն Ափոյանը դիմավորենք։ Մեզ միացավ էքստրասենս Սիրոմանտ Կարեն Ափոյանը, Կարեն ողջույն։ Մեր մշտական փորձագետը այս դեպքում։ Կարեն, արդյոք ամեն ինչ այդպես իդեալական, ինչպես ներկայացեցին Խաչատրյան եղբայրները։ Փորձեմ վերլուծելով իրենց ցերքի գծերի խարակտերիստիկան, ասեմ որ անկախ ամեն ինչից շատ տարբեր անհատականություններ են, իրենց ճակատագրի ընթացքով, իրենց որակական հատկություններով, բայց կարևորը կա մի շատ կարևոր գիծ, իրականում կա սիրո դրսևորում փոխադարձ, որը հիմնական գալիս է ավելի շատ վաղ մանկությունից, այսինքն կամ հանգամանքներից։ Չէ, թվացial չի, այսինքն թվացial չի կարա լինի, բայց ասենց ասեմ, կոնկրետ Վարդանի դեպքում իր ճակատագրի թվերով ինքը պետք է իր վրա շատ աշխատի։ Ճակատագրի թվերը կասեք որոնք են ինչ է։ Ըստ իր ծնված թվերի ու տարիների հանրագումարի կա հատուկ հաշվարկելու ձև, որ ըստ ճակատագրի թվերի ոնց որ ինքը ավելի այս կյանքում եկել է, որ իր վրա շատ աշխատի, բայց կա շատ անսպասելի բարձունքներ, բայց հիմա դեռ շուտ է դրա մասին խոսելը, բայց այստեղ առաջին աշխատասիրություն ձեր ճակատագիրը շատ առումներով ավելի շռայլ է գտնվել ձեր հանդեպ։ Դուք այդ պետք է ճիշտ օգտագործեք, որովհետև բաց թողումներ կան ու կիսատ բաներ կան։ Ու հիմնական, եթե ես նայեցի զուտ ապագայի հետ կապված 42 տարեկանից հետո է սկսվում նոր փուլը ձեր մոտ, նոր ընթացք, մինչև 48-9 տարեկան դուք ունեք լուրջ հնարավորություններ, եթե բաց թողեցիք ճակատագիրը չի ներում ձեզ։ Ու նաև ֆիզկուլտուրայի դասատուի։ Ու նաև դա կապ ունի արտերկրի հետ, որոշակի պրոյեկտներ կամ որոշակի գործունեություն, ոչ թե որպես հիմնական, որպես ապրելակերպ, այլ ժամանակավոր ճակատագիրը շանս տալու է, մարդը կարող է ընդունի, կարող է չընդունի, բայց ձեզ նման շանս տրվելու է։ Դուք երբեք նույն գործը իրար հետ չեք կարող անել ու պետք չի, պետք է իրար լրացնեք, ձեզ դենց է տրված։ Այսինքն համագործակցությունը իրար խորհուրդներով կամ օգնելով շատ իդեալական կարա գնա։ Ոչ ավել դրանից։ Բայց Վարդանի բիզնես չդնեք իրար։
Որտեղ կարող է, բայց յուրաքանչյուր գործ է, հիմա ֆիլմում երկուսն էլ կարծես թե, ֆիլմերում այդպես սիթքոմերում նկարվում եք։ Դա ճիշտ է։ Սխալ չի, բայց այսինքն բաներ կա, որ ամեն մեկին ուրիշ ոնց որ ասած ոլորտներում կարան համագործակցեն, էլի, բայց վայե էներգիան իրականում ինչքան էլ դուք կարող եք սրտով դենց չեք զգում, բայց ձեր խոսքը նեղում է։ Դուք դրան ուշադրություն պետք է դարձնեք, չգիտեմ։ Հա, որտեվ Վարդան շատ զգայուն է, գերզգայուն է։ Այն ժպտաց Վարդանը, իր սրտից էր, տեսա։ Չէ, անկեղծ, սրտի մեջ բան չկա։ Սրտի մեջ, հա, վայ, սրտի մեջ բան չկա, բայց շատ խոսելը իրեն խանգարում է։ Կյանքում շատ ոնց որ իմ եղբայրը լինեց, ոչ թե իրա։ Ու ստեղ կա շատ բուրըն էմոցիոնալ դաշտ, բոլորիս է արդեն բարձ երևում է, բայց մեծ հաշվով դա ինքն իրեն էքսպերիմենտ է, ոնց որ ինքը անդադ ուզում է դրանով բացահայտեք, ոնց որ դուք դրանով ուզում եք ձեզ միշտ բացահայտեք ու դուք դեռ ձեզ չեք գտել մեծ հաշվով, դուք հիմա ինչ անում եք, բայց այդ ձերը չի, նաև ձեր մի մասն է, բայց հիմա դուք չգիտեք, թե ձերը որն է մեծ հաշվով, ուղղակի կգապա դուք ավելի խոր լուրջ կզբաղվեք որոշակի գործունեությամբ, որը բնականաբար ստեղծագործական աշխարհի հետ է, որտեղ դուք ուրիշտեղ չեք կարա ձեր մոտ ստեղծագործական որոշակի ոնց որ իդեաների կենտրոնացման հետ կապված, որը կարա սցենարներ լինի, պրոյեկտներ լինի, շատ լավ ձեր մոտ կարա ստացվի։ Այդ եղբայրը ձեզ կարա օգնի այդ հարցերում, ոնց որ համագործակցության առումով։ Այսինքն այդ առումով դենց է տրված առողջականի հետ կապված բաներ կա, որ ճիշտ է լուրջ դենց արտասովոր բաներ չտեսա, այնտեղ մի քիչ ուշադրություն դի դարձնեք լյարդի հատվածին նյութափոխանակություն, մեկ էլ էնդոկրին համակարգ։ Այսինքն, որը ավելի շատ կարա կապված լինի նաև էմոցիոնալ սենս կտրուկ տատանումների հետ։ Այսինքն զոբ շաքար։ Չէ, շաքար չէ։ Էնդոկրինը վահանաձև գեղձ, մի քիչ հորմոնալ նաև, որովհետև մի քիչ նյութափոխանակության հետ կապված էլ բաներ կա, այդ լուծելի խնդիր է։ Ինչքան բան ասեցի։ Էլ ինչ կար։ Հա, այդպես։ Սենց ասեմ, ինձ մի հատ ծրագիր եկավ, այսինքն որպես ինֆորմացիա, դուք աշխատեք, ձեզ չկոդավորեք, դուք կոդեր եք դրել, ոնց որ ասած կոնկրետ ապագայի հետ կապված։ Ասոդը մոռանան դա։ Այսինքն դուք չգիտեմ, կարող է դուք ավելի լավ հասկանաք ինձ ինչ կոդեր են, որ ասում եմ երբեք մի ասեք երբեք, որը այսինքն օրինակ եթե ես նայում եմ անկախ ձեր ուզել չուզելուց կարող է հիմա դուք պատրաստ չեք ուզում ճակատագիրը ձեզ պետք է տա երեխաներ հիմա երբ որ գալիս է այդ բա դուք դի չհրաժարվեք կարող է դուք հիմա չեք ուզում չեք զգում պատրաստ չեք դա ուրիշ խնդիր է բայց ես խոսում եմ կոնկրետ ապագայի շանսերի մասին պարտադիր չի բնականաբար ոչ մի բան բայց այդ շանսերը ճակատագիրը հաստատ տալու է որտեվ ես ասում եմ 42-ից կտրուկ փուլեր են փոխվել, այսինքն դուք ձեր գիտակցությունը, ձեր ընկալումը այս իրականության հանդեպ ձեր մոտեցումը ավելի խորքային է դառնում ու ավելի ռադիկալ։ Հիմա դուք ուղղակի սենց սխալ տեղում չեք, ես չեմ կարող ասեմ սխալ տեղում եք, բայց դեռ էքսպերիմենտալ է ձեր կյանքի այս փուլը։ Իսկ ոնց որ որոշակի անցումից բարդ անցումից հետո դուք դուրս եք գալի ու ամեն մարդ չէր կարա դուրս գալ, այսինքն ձեր մոտ կա կամքի շատ բարձր որակներ, էլի, որը ողջունելի է, էլի։ Վարդանը ավելի ինքը իր բանով դանդաղ է տրված իրան, բայց ստաբիլ է տրված։ Ինքը մեծ հաջողությունների միանգամից չսպասի։ Բայց կայունություն կա։ Կայունություն կա իր մոտ կոնկրետ կարիերա գործունեություն ճակատագրի թվով ինքը դանդաղ, բայց ստաբիլ գնալով աճելու է, որ ոնց որ Իրան տարիքային որ այս տարիքից հետո կսկսվի, ասենք, ոսկե դարը։ Չէ, ունի նման շրջաններ, բայց այդպես շատ անցումային չի, ամպլիտուդան շատ թռիչքային չի, բայց ստաբիլ գնում է, ավելի շատ ոնց որ իր էներգիան շատ հանգիստ է ու այդ նպաստում է որ ոնց որ ապահովագրի իր ստաբիլությունը, ինքը ոչ մի ռիսկային լուրջ բաներ չի անի։ Իսկ վային կա կասկոյի կարիք չունես դու որտեղ ազարտը ստեղ շատ հանգիստ ապայով դել մեծ ես
Դե գարասկոպի վրա չգցենք։ Հա, դե բայց այդ հոգու ծրագիրն է, էլի, որտեղ ինքը բարձր թվով եկե, Իրանը մի քիչ ավելի տարբեր։ Կարեն ջան, իսկ առողջականի հետ կապված Վարդանի մոտ ինչ-որ խնդիրներ։ Դա ինձ անկեղծ լուրջ բան չեկավ, էլի։ Մազերը չի սևանա, հետ չկա։ Այդ ավելի շատ գենետիկա է, որը կարող նախ բաներ ավելի շատ հայրական կողմի գծող եմ ես համարում, որ գենետիկ առումով կարող վերցրած լինի։ Այդտեղ ես այդտեղ խնդիր չեմ տեսնում, որովհետև օրինակ նույն մազերի վաղաժամ սպիտակեցումը նաև ունի երկու պատճառ, մեկը գենետիկան է, մյուսը կոնկրետ օրգանիզմում նյութափոխանակության խախտումության, հա, վիտամինային կամ բանի պակաս, բայց ավելի շատ իմ հասկանալով դա մի քիչ գենետիկ բնույթ է։ Սիրելի եղբայրներ, արդյոք համաձայն եք թե ոչ, սկսենք նրանից, որ Վահիկի այսպես խոսելը Վահի տրամադրություն Չէ, մտահոգվեցի։ Ես դե չէ, մտահոգվեցի Վանա Ձևգերդիս հետ կապված ես նկարը։ Ես միջալին։ Եղել է, որտեղ Վարդանը ժպտաց, եղել է այդպիսի բան, որ ինչ-որ բաներից դու ներվում։ Չէ, միգուցե ինչ քո վրա կամ ընդհանուր կամ միգուցե դետի Ներվում ես։ Հələ Չէ, անկեղծ չեմ հիշում տես դեպք։ Տենց, Ինչու տենց խորհրդավոր։ Բայց որ հիշեիր որ տենց նայեց վրեսպան, չէ, որ հիշեի կասեի, որ օրինակ անգամ տեղում, Բայց այսքան խոսեց ես եմ տեղում, եթե դուրս չգա, մի թեկուս իմ վրա չխոսա, չէ, իմ հետ կապած կամ ինչ որ մի շրջապատով նստի խոսա, իմ դուրը չգա, հետո կասեմ, խես երկար բարակ խոսում, մի հետ կան մի խոսա։ Դե հետ եմ ասում, չի եղել, տենց չեմ։ Դու շատ ես սիրում եղբորդ, այդ ամենը չկցում։ Չէ, այդ վաղ պետք է ասել, որ երկրորդ անգամ չկրկնվի, որ արդեն չհասկանան։ Բայց լսում է, բայց լսում է, թե ոչ։ Չի եղել տես բավարար։ Այ որ ասես, բայց հետևություն անում է հաջորդ անգամ համար, թե նորից նույնը անում է, կրկին։ Դե ցույց տալի որ անում։ Չէ, իրականում իմ կարծիքով, դե իր կարծիքը իր ասած իմ համար մեծ նշանակություն ունի ու վստահ եմ որ փոխադարձա։ Հաստատ տենց։ Ես կարամ հավելեմ, որ շատ քիչ են ցավոք, որ եղբայրներ կարող են զուտ իրենց հոգևոր առումով այսքան կապված լինել անկախ տարբերությունից։ Հա, ես այդ sense շատ հստակ գիծ է գնում, որը ողջունելի է, որ կարողանում են անկախ որոշակի կյանքի հանգամանքներից կամ բաներից։ Ես վստահ եմ, որ կա այդ զոհաբերության փոխադարձ բանը, կապը, որ ցավոք այսօր շատ ազգակիցներ իրար հանդեպ չունեն, ավելի շատ էգոիզմ է իշխում։ Իսկ ես ստես չտեսա էգոիզմի դրսևորում, դե դրա խորքային պատճառը ընտանիքի ձևավորումն է։ Կարեն, իսկ այն միջավայրը կապ ունի իրենք ի վերջո հայկը Հայաստանից հեռու են, հա, իրենց ճանապարհը հարթել, ընտանիքով։ Այ հայկական իրականությունից հեռու են եղել։ Գուցե դա է դա Չէ, այդ մարդկային որակն է, եթե մարդը ընտանիք այդ պատասխանատվությունը, այդ սերը կա ընտանիքում ստեղծված զույգերի մեջ, իրենց երեխեքը, ասում են, երեխաներին չեն դաստիարակում, երեխաներին պետք է օրինակ ծառայեն։ Այսինքն իրենց ծնողների, իրենց վարքագծով, իրենց մոտեցմամբ, ոչ թե նստե բացատրել են, այս չի կարելի, այն չի կարելի, այդքան, չէ, այլ օրինակ ծառայելով երեխան սպունգի պես վերցնում է այդ ամբողջ ինֆորմացիան։ Համար եթե ծնողը սխալ է անում, բայց երեխային ասում է թե այս sense մի արա, ինքը ասում է իր մեջ մտածում է ինքը անում է ես խի չանեմ։ Տղաներ ջան, շնորհակալություն իհարկե Կարենին բացահայտումների համար եւ ես ուզում եմ որպեսզի յուրաքանչյուր այդ այ հիմա տաղավարում մեկը մյուսին մաղթանք, այ ինչ ես դու Վարդան ջան ցանկանում քո եղբորը սրտած, այն ինչ որ չես ասել միգուցե այստեղ ասես եւ նաեւ եղբորդ մաղթանքը քեզ։ Ես ճիշտ ասած իմ բոլոր թանկ մարդկանց միայն մի բան եմ աղթում, թե առաջնահերթ իմ թանկ մարդիկ ծնողներս ու եղբայրս են կենաց ասելով այն որ ժամերով կասեմ, բայց այ մի բան, որը ամենակարևորը իր մոտ այդա լինի իմ ամենաթանկ մարդկանց ես ամենաառաջինը մաղթում եմ մի բան, ամենակարևորը առողջությունն է, քանի որ միակ բանն է, որ չես կարա Չինում, թե ուզում ես փող ունեցի, ինչ ուզում ես արա։ Եթե այդ առողջությունն եղավ, մնացածը կամաց իր հունով կետա կլինի կստացվի։ Ամենակարևոր բանը հիմար հետա ու դե բնականաբար հիմքը առողջությունն է, մնացածը ինչքան լավ բան կա բնականաբար ցանկանում եմ։ Ես մայստրոներ եմ ուզում հարցնենք, մայստրոն ինչ կմաղթի իր քույրիկին։ Դե ինչ պետք է մաղթեմ, պետք է մաղթեմ առողջ լինի եւ միշտ լինենք իրար հետ կապի մեջ, ինչպես քույր եղբայր։
Հարկաստույի մա երկուսս էլ արդեն տատիկ տանու, ինքը տատիկ է, ես պապիկ եմ, արդեն թորներ ունենք, այսինքն այդ խնդիրը էլ չկա, էլի։ Ես կյանքում նախանձախնդիր մարդ չեմ եղել, բայց մի բանի նախանձել եմ միշտ, ովքեր ունեցել են քույրեր եւ եղբայրներ։ Դա երևում է իրականում։ Այո։ Էգոիստ ես մեծացել, դա էլ ասա։ Եվ ուզում եմ որպես յուրաքանչյուրը շատ գնահատի, սիրի եւ հոգատար լինի իր քույր եղբայրների հանդեպ, որովհետեւ դա մեծ հարստություն է իրականում։ Հավատացեք ինձ։ Պարոնեք, շնորհակալ ենք իրականում, այո, ամուր պահեք քույր եղբայրական կապը, կհանդիպենք հաջորդ շաբաթ։